Շնորհակալություն։ Ես քանի որ դուք ասացիք ազգային ժողով հաճախ չեք գալիս նախագծերի, ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հավակնոտ ծրագրի մասին։ Այն է, որ 2020 թվականին պետք է տնկվեր 10 միլիոն ծառ։ Բայց հասկանալի է 2020 թվականին մենք ունեցել ենք COVID, ունեցել ենք 44-օրյա դաժան պատերազմ, որի հետևանքով հնարավոր է որոշակի շեղումներ ունենալ ծրագիրը։ 20 թվականից անցել է 5 տարի, 25 թվականն ենք։ Այդ հավակնոտ ծրագրի քանի տոկոսն է իրականացվել, քանի ծառ է տնկվել, տնկված ծառերից քանիսն են կպչել, քանիսն են չորացել, ինչ վիճակագրություն կա անտառների վերականգնման այդ ծրագրի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Տիկին Թովմասյան, ես այս հարցին մի քանի անգամ եմ անդրադարձել 10 միլիոնի, չեմ ուզում կրկին անդրադառնամ, եթե հիշողությամբ ասեմ, միայն պետական միջոցներով 20 թվականից հետո ես մոտավոր եմ թվերը ասում, մենակ պետական միջոցներով, բյուջետային ուրեմն գումարներով 4 միլիոնից ավել ծառ տնկել ենք, չասեմ, որ դրամաշնորհային ծրագրերով այդ թիվը բավականին ավելի մեծ է։ Եվ ասեմ, որ հիմա էլ կառավարությունը շարունակում է անտառտնկման գործընթացը ոչ միայն բյուջեով սպասարկել, այլ նաև չափաքանակները մեծացնել։ Մենք էլ տարբեր դրամաշնորհային միջոցներից են գումարներ ներգրավում եւ կարծում եմ, որ անտառտնկման մեր գործընթացը գնալով կմեծանա եւ նաև ասեմ, որ մենք սպասարկման, այսինքն տնկումից հետո հաջորդ տարիների սպասարկման ուրեմն աշխատանքներն են կատարում, նաև կառավարությունը բյուջեն նաև դրանք է ֆինանսավորում, կպչողականության վերաբերյալ միջինը ունենք 60% կպչողականություն, տարբեր տեղեր, միտեղ մի քիչ ավել, միտեղ մի քիչ պակաս, բայց ինչպես ասեցի, հաջորդող տարիների լրացման արդյունքում մեր անտառները կդառնան անտառ։ Շնորհակալություն։ Ես այդ թիվը չէի լսել, անկեղծ ասած, որ ասում եք մի քանի անգամ պատասխանել եմ, վերջին թիվը, որ հիշում էի դուք հայտարարել եք 2 միլիոն 900 000 էր, բայց այնուամենայնիվ ուրախ եմ, որ արձանագրում եք 4 միլիոն, կխնդրեմ ինձ տրամադրել այդ ցանկը, որ հատվածներում են տեղադրվել, որ հատվածներում է նոր անտառներ գոյացել, որովհետև շատ հավակնոտ թիվ ասացիք, ես ուզում եմ դրանց հետքերով գնալ եւ բացահայտել իրականում մեր անտառները ինչ վիճակում են եւ կխնդրեմ նաեւ ինձ մանրամասն տեղեկություն ներկայացնել գրավոր, ձեր աշխատակազմին հանձնարարեք, թե նաև դրամաշնորհային միջոցներով, որ հատվածներում քանի ծառ է տնկվել եւ այդ ծրագիրը ի վերջո երբ կկարողանաք ավարտել, որովհետեւ 21-26 թվականի ծրագրի իրականացմանը ընդամենը 1 տարի է մնացել։ Տիկին Թովմասյան, ես 10 միլիոն ծառ ծրագրին եմ մի քանի անգամ անդրադարձել, ոչ թե թիվ եմ հրապարակել ծառատունկի, քանի որ ձեր հարցերը մի քանիսն են, ես էլ հիմա տենց չեմ հիշի, կխնդրեմ գրավոր բոլոր հարցերը ուղարկեք կպատասխանենք։